Տղամարդը նայում է ձեռքի խորոված եգիպտացորենին և բիզնեսի հնարավորություն տեսնում, որովհետև նրա որդին ճիչում էր եգիպտացորենի կծու լինելուց, բայց նա, միևնույն է, այն ախորժակով կերավ, իսկ իր շուրջը գտնվող բոլոր մարդկանց դուր էր գալիս կերակրի մեջ կծու պղպեղ դնել, նա ոգեշնչվեց։ Ավանդական մեքսիկական ուտելիքը Միացյալ Նահանգներում միշտ էլ մեծ շուկա է ունեցել, բայց այն երբեք լուրջ չի ընդունվել։ Տղամարդը որոշում է ուսումնասիրություն անել և պարզում է, որ սուպերմարկետների դարակներին միակ համերը սովորական չիտոսն էին և պանրով չիտոսը, որոնք սիրում են ուտել միայն սպիտակամորթները։ Իսկ իր նման մեքսիկացիները ընդհանրապես չեն կարողանում դրանք ուտել, եթե նա կարողանար ներկայացնել կծու չիտոս, այն կվաճառվեր կարկանդակների պես։ Ուստի նա և իր կինը սկսեցին աշխատել կծու սոուս պատրաստելու վրա։ Փորձի պակասի պատճառով նրանց որդին միշտ լաց էր լինում, երբ փորձում էր այն, այնուամենայնիվ, մինչ նրանք առանց հոգնելու աշխատում էին իրենց ձեռքով պատրաստված կծու սոուսը ստեղծելու վրա, շուկայում ի հայտ եկան կծու պղպեղի խառնուրդով հավելումներ։ Ընդամենը մեկ պատառը կբարձրացնի ձեր ախորժակը, բայց տղամարդը պնդում էր բնական բաղադրիչներ օգտագործել, նա համոզված է, որ շուկան սա կգնահատի։ Կծու պղպեղի փոշին լավ խառնելու համար նա համստերի վանդակը վերածեց պտտվող մեքենայի, անհամար ճշգրտումներից և բարելավումներից հետո ի վերջո ծնվեց թունդ կծու սոուսը։ Որդիս չէր կարողանում դադարել այն ուտելուց։ Ընտանիքի ճակատագիրը ընդմիշտ փոխվեց։ Սովորական մարդիկ իսկապես հնարավորություն ունեն փոխելու իրենց կյանքը, այս իրական պատմությունը ձեզ այդ պատասխանը կտա։ Ռիչարդը տխուր մանկություն է ունեցել, որովհետև Մեքսիկայի ամերիկացի էր, նա գնաց դպրոց և տառապեց ամեն տեսակի ծաղրուծանակից։ Նրա սպիտակամորթ դասընկերները արամարանքով էին նայում իրեն տակո ուտելու համար, նրանք ձեռքից խփեցին գցեցին բուրիտոն, և երբ մայրը իմացավ այդ մասին, նրա համար լրացուցիչ բուրիտո պատրաստեց և քաջալերեց կիսվել դասընկերների հետ։ Այդ օրը ճաշին դպրոցի կռվարարը վերադարձավ։ Ռիչարդը պահեց իր բուրիտոն, որպեսզի նա փորձի, կռվարարը զզվանք հայտնեց և հրեց իր փոքր եղբորը, որ փորձի, նա գցեց բուրիտոն դեմքի դառը արտահայտությամբ։ Նա իսկույն համակվեց բուրիտոյի համեղ համով, դպրոցի կռվարարը ավելին էր ուզում։ Երբ նա ձգվեց դեպի բուրիտոն, Ռիչարդը կանգնեցրեց նրան և ասաց, որ նա պետք է վճարի բուրիտոյի համար։ Նա գնեց բուրիտոն 25 ցենտով, Ռիչարդի խելքը ոչ միայն օգնեց նրան դուրս գալ ճգնաժամից, այլև նվաճեց աղջիկ դասընկերոջ սիրտը, և տակոյի համեղության մասին լուրը տարածվեց ողջ դպրոցում։ Ռիչարդը գրպանի շատ փող վաստակեց, իր սիրելի դասընկերուհուն, Ջուլիին, անակնկալ մատուցելու համար այդ օրը նա պատրաստվում էր շոկոլադ գնել նրա համար, երբ նա վճարում էր, պատահաբար հանեց մի ձեռքի ափ փող, նրա հետևում գտնվող ոստիկանը մտածեց, որ Ռիչարդի փողերը գողացված են։ Եթե նա սպիտակամորթ երեխա լիներ, կկարողանար բացատրվել, ցավոք, նրա մաշկի գույնը նրան բացատրվելու հնարավորություն չտվեց։ Եթե աշխարհը քեզ հետ վերաբերվում է հանցագործի պես, դու երևի հանցագործ կդառնաս, այնպես որ Ռիչարդը դուրս մնաց դպրոցից նախքան տարրական դպրոցն ավարտելը, երբ նա մեծացավ, ավելի ու ավելի դարձավ հանցագործ, նա իր դասընկերուհուն կնության առավ։ Երկուսով լավ ապրուստ էին վաստակում մեքսիկացի ներգաղթյալների շրջանում։ Իհարկե, նրանք միշտ փախուստի մեջ էին ոստիկանությունից։ Մի քանի տարի անց նրանք պարզապես աննպատակ ապրում էին, ճակատագրի շրջադարձը սկսվեց, երբ նրա կինը հղիացավ, Ջուլին երկար ու խոր ձայնով ասաց Ռիչարդին, որ չի ցանկանում, որ իր երեխան ապրի անորոշության մեջ։ Նրանց ավելի լավ ապագա տալու համար նրանք պետք է փոխեին ամեն ինչ, բայց որդու համար հեշտ չէ հետ կանգնելը, երբ նրա նախկին ընկերը նորից հրավիրեց նրան կողոպուտի, նա գայթակղվեց, բայց հետո նայեց իր քնած հղի կնոջը, և Ռիչարդը ի վերջո որոշեց մտնել տուն։ Բայց լավ ընտրությունները լավ փոփոխություններ չեն նշանակում։ Երբ ծնվեց երկրորդ երեխան, ընտանիքը պայքարում էր ծայրը ծայրին հասցնելու համար, նրանց կրտսեր որդու կաթնախառնուրդը պետք է պատրաստվեր ծորակի ջրով, իսկ ավագ որդին ստիպված էր մաստակ օգտագործել իր կոշիկների համար։ Ծայրը ծայրին հասցնելու համար կինը տորտիլաներ էր վաճառում փողոցում։ Նա միշտ քաջալերում էր Ռիչարդին չհանձնվել, որքան էլ կյանքը դժվարանար։ Ռիչարդը փորձեց աշխատանք գտնել, բայց դատվածությամբ և ցածր կրթությամբ նա նույնիսկ չկարողացավ բեռնակրի աշխատանքային հարցազրույցի հրավեր ստանալ։ Մի օր որդին պատահաբար դիպավ մի մեքենայի, նա ենթարկվեց բանավոր վիրավորանքի սպիտակամորթ տիրոջ կողմից։ Ռիչարդի համբերության բաժակը լցվել էր այս խտրականությունից։ Նա կատաղած էր, բայց կինը ժամանակին կանգնեցրեց նրան։ Եթե ոստիկանություն ահազանգեին, դա վատ կլիներ նրա համար։ Կան պահեր, երբ ապրուստ վաստակելու համար պետք է կորցնես պատիվդ, Ռիչարդը վազվզում էր ամեն օր։ Ի վերջո նա աշխատանք գտավ որպես ժամանակավոր բանվոր, երբ նա անաշխատանք էր, նրա երկու երեխաները նույնիսկ չէին կարողանում լիարժեք կերակուր ստանալ։ Հույսը կտրած լինելով նա միտք հղացավ վերադառնալ իր հին աշխատանքին, ուստի մոտեցավ նախկին ավազակախմբի անդամին, նա ասաց նրան պատասխանատու լինել իր ընտանիքի համար, բացի այդ, ինքն արդեն դուրս էր եկել, հիմա աշխատում է սովորական գործարանում։
Ռիչարդը խնդրեց նրան միջնորդել, ղեկավարը նեղացած էր նրա հանկարծակի հեռանալուց, բայց տեսնելով փոխվելու նրա վճռականությունը, ի վերջո համաձայնեց միջնորդել, շուտով Ռիչարդը պատասխան ստացավ։ Ֆրիտո-Լեյի գործարանում հավաքարար էր պետք։ Բայց երբ նա լրացրեց դիմումը, փակ ուղի մտավ։ Հավաքարար լինելու համար նրան անհրաժեշտ էր ավագ դպրոցի ատեստատ կամ ավելին, նա այլ ելք չունեց, քան խնդրել ձևաթուղթը վերցնել իր հետ, երբ կինը իմացավ, նրա համար հորինեց ավագ դպրոցի ատեստատ։ Բայց հարցազրույցը սխալ ընթացք ստացավ։ Հուզված Ռիչարդը խոսեց մենեջերի հետ, նա բացահայտեց այն փաստը, որ երբեք չի եղել ավագ դպրոցում, նրան ասացին, որ ավարտել է տարրական դպրոցը եւ եղել է բանտում, մենեջերն ասաց նրան հեռանալ։ Կնոջը չհիասթափեցնելու համար, հանուն երեխաների կուշտ ուտելու, Ռիչարդը մեկ անգամ ևս կուլ տվեց իր արժանապատվությունը։ Նա աղաչեց մենեջերին տալ իրեն հնարավորություն, նա խոստացավ լինել լավագույն հավաքարարը, որ կարող է լինել, ի վերջո մենեջերը տպավորվեց նրա անկեղծությամբ, այդ պահին մենեջերը երբեք չէր կարող պատկերացնել, որ իր բարի արարքը կփոխի ամբողջ գործարանի ճակատագիրը։ Ռիչարդը փայփայում էր իր դժվարությամբ վաստակած աշխատանքը։ Նա ներս էր մտնում մյուսներից շուտ եւ մնում մյուսներից ուշ, նա միշտ խանդավառությամբ էր լցված իր աշխատանքի հանդեպ, ժամանակի ընթացքում նա հետաքրքրվեց գործարանի արտադրական մեքենաներով։ Ռիչարդը հետաքրքրասիրությամբ հարցրեց ինժեներ Մայրանին չիտոսի պատրաստման գործընթացի մասին, բայց նրա դեմքը փոխվեց մեկ ակնթարթում, ղեկավարը տեսավ, որ ինչ-որ բան այն չէ, եւ շտապեց ասել. Գիտեք, սա ուրիշի գոյատևման հմտությունն է, ցածր դասին թույլատրված չէ հարցնել դրա մասին։ Ճաշի ժամանակ ղեկավարը Ռիչարդին բացատրեց գործարանի կանոնները։ Գործարանում կա խիստ հիերարխիա, դա կարելի է տեսնել ճաշարանի ճաշասրահից։ Առջևում նստածները ղեկավարներն են, նրանք ամենաբարձր վարձատրվողներն են, որոնց հետևում են արտադրամասի մենեջերները։ Նրանք լավ են վարձատրվում, բայց ստիպված են վերցնել ամբողջ պատասխանատվությունը։ Հաջորդը ինժեներներն են։ Նրանք գոռոզ են իրենց հմտությունների պատճառով, մենեջերները ստիպված են ներքևից վեր նայել նրանց, եւ նրանցից ամենալավը Մայրանն էր, բայց իր մաշկի գույնի պատճառով նա ջանասիրաբար աշխատել էր 15 տարի եւ դեռ չէր կարողացել դառնալ մենեջեր։ Եվ հետո կային ստորին դասի ներկայացուցիչները, ինչպիսին Ռիչարդն էր։ Նրանք չեն ստանում երաշխավորված աշխատավարձ եւ չեն ստանում հանգստյան օր, որպես ցածր մակարդակի աշխատակից նա չէր կարողանում շփվել իր գործընկերների հետ, Ռիչարդը չէր ցանկանում հավաքարար լինել իր կյանքի մնացած մասում, նա ցանկանում էր բարձրանալ մինչև գագաթը։ Ուստի հաջորդ օրը նա խախտեց կանոնները։ Նա գնաց խոսելու Մայրանի, ինժեների հետ ճաշին, նա առաջարկեց նրան բուրիտո ճաշին եւ անկեղծորեն ցանկացավ դառնալ նրա աշակերտը։ Իր ծառայության բոլոր տարիներին Մայրանը երբեք չէր տեսել նման առատաձեռնություն, ուստի նա նստեցրեց Ռիչարդին։ Հերվից ղեկավարը նրան հավանության հայացք տվեց։ Ցավոք, Մայրանը չընդունեց նրան որպես իր աշակերտ, մի օր Ռիչարդը մաքրություն էր անում, ինչպես միշտ անում էր։ Հանկարծ նա հասկացավ, որ մեքենայի հետ ինչ-որ բան այն չէ, ուստի ասաց Մայրանին, որ վառարանում օդի ճնշումը խաթարված է։ Նա մտածեց, որ նա կատակում է, բայց երբ ավելի մոտեցավ, տեսավ, որ մեքենայի հետ ինչ-որ բան այն չէ։ Հենց այս պահին Մայրանն ընդունեց Ռիչարդին որպես իր աշակերտ։ Ռիչարդը հետաքրքրասեր երև Մայրանը բավականաչափ համբերատար էր նրան սովորեցնելու համար, երբ նա տեսավ տապակած չիփսերը, հարցրեց Մայրանին, թե արդյոք յուղը չափազանց տաք էր, բայց Մայրանը սովոր էր դրան, որովհետև այրված չիփսերը դեն են նետվում։ Ռիչարդը չէր կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ ցանկանում դեն նետել շագանակագույն իրերը։ Իր կյանքի մնացած մասում իր աշխատանքի հետքը չկորցնելու համար Ռիչարդը աշխատում էր վաղ եւ մնում էր ուշ, սովորելով ամեն տեսակի մեխանիկական բաներ Մայրանից։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ նա սովորի, թե ինչպես աշխատեցնել եւ սպասարկել ամեն տեսակի սարքավորումներ։ Նա կարողանում էր փոխարինել իր վարպետին, երբ նա արձակուրդում էր, իր տքնաջան աշխատանքով եւ նվիրումով նա նույնպես ճանաչվեց որպես ականավոր աշխատակից, ամեն ինչ թվում էր լավ է ընթանում, բայց ճակատագիրը կատակ խաղաց նրա հետ։ 1984-ից 1992 թվականներին երկիրը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, նախագահը իսկույն չեղարկեց աղքատների համար նախատեսված շատ նպաստներ։ Շուկայի անկման պատճառով սննդի գործարանների միջև գնային պատերազմները սրվեցին եւ գործարաններից պատվերները կտրուկ ընկան, իսկ աշխատողների հերթափոխերը կրճատվեցին, ինչը նշանակում էր քիչ փող բոլորի համար։ Շատերը ստիպված եղան վերադառնալ իրենց հին աշխատանքին եւ Ռիչարդի դիմումը սպասարկող բանվորի պաշտոնում առաջխաղացման համար նախատեսված չէր։ 8 տարի նա դեռ աշխատում էր որպես հավաքարար։ Երբ Ֆրիտո-Լեյի նախագահ Ռոչերը տեսանյութ պատրաստեց ոգեշնչելու գործարանի անձնակազմին։ Ամբողջ աշխարհը անցնում է տնտեսական ճգնաժամի միջով, յուրաքանչյուր գործարան պայքարում է գոյատևելու համար, բայց յուրաքանչյուր մարտահրավերի հետ գալիս է հնարավորություն, հույս ունեմ դուք կարող եք մտածել իմ նման։ Աշխատողներից շատերը անտեսեցին նախագահի խոսքերը, միայն Ռիչարդի աչքերում փայլ կար, կարծես նա ձայնագրել էր այս խոսքերը միայն իր համար։
Հնարավորությունը միշտ նախապատվությունը տալիս է նրանց, ովքեր բավականաչափ քաջ են նորամուծություններ բացահայտելու եւ անելու համար։ Այդ օրը, երբ նա վերցնում էր որդուն դպրոցից, ճանապարհի եզրին գնեց խորոված եգիպտացորենի 3 կտոր կծու պղպեղով։ Չնայած դրանք կծու էին, նրա որդին կերավ դրանք ախորժակով, Ռիչարդը կծու չիտոս պատրաստելու միտք հղացավ։ Նա փոխանակեց իր մնացած բոլոր աշխատավարձի չեկերը փորձարկման համար անհրաժեշտ բաղադրիչների հետ։ Նրա կինը մտահոգված էր այս ամսվա ապրուստի ծախսերի եւ վարձավճարի համար։ Աղքատության մեջ անցկացրած կես կյանքից հետո արդյոք իսկապես հնարավորություն կար այն փոխելու։ Նա չէր կարողանում տանել ամուսնուն հուսահատեցնելը եւ որոշեց նորից խենթանալ նրա հետ։ Մեկը մյուսի հետևից ձախողումներից հետո նրանք ի վերջո ստացան կծու սոուս, որը մարդիկ չէին կարողանում դադարել ուտել։ Ռիչարդը չէր կարողանում սպասել մենեջերին գտնելուն եւ առաջարկեց սոուսի ավելի կծու տարբերակը, բայց գործարանը փակման եզրին էր։ Նոր ապրանք մշակելու համար պահանջվում է շատ փող եւ շատ երկար ժամանակ, ակնհայտ էր, որ մենեջերը չէր պատրաստվում ընդունել նրա խորհուրդը։ Նա նույնիսկ ծաղրեց նրան, ասելով, որ դու չափազանց քմահաճ ես հավաքարարի համար։ Վերադարձի ճանապարհին նա փնտրեց իր ընկերոջը, ով աշխատանքից ազատվել էր եւ աշխատում էր իր հին աշխատանքում։ Նրա սիրտը լցված էր անբացատրելի զգացմունքով, նա դա չէր անի, եթե ստիպված չլիներ։ Իր լավագույն ընկերոջ մայրը տառապում էր հիվանդությամբ, նա փող չուներ բուժման համար եւ ստիպված էր նայել, թե ինչպես են իր սիրելիները մահանում։ Իր եւ բոլորի համար եկամուտ ունենալու համար Ռիչարդը սողոսկեց մենեջերի գրասենյակ։ Նա գնաց ուղիղ ընկերության ներքին հասցեագրքի մոտ, երկար մտորումներից հետո նա հավաքեց նախագահի գրասենյակի համարը, քարտուղարուհին մտածեց, որ դա մենեջերն է, բայց մյուս ծայրում գտնվող անձը հավաքարար էր, Ռիչարդը աղաչեց նրան չանջատել։ Նա ուներ բիզնես պլան, որը կփրկեր գործարանը։ Թերևս հավաքարարի հանդեպ կարեկցանքից ելնելով քարտուղարուհին ի վերջո փոխանցեց զանգը նախագահին, նախագահը շփոթված էր Ռիչարդի կծկտուր խոսքից։ Միայն այս հայտարարությունից հետո նախագահը բավականաչափ հետաքրքրվեց, նախագահը չժխտեց Ռիչարդի միտքը նրա, որպես հավաքարարի կարգավիճակի պատճառով, փոխարենը խնդրեց նրան ուղարկել որոշ նմուշներ։ Մեծ երկյուղով Ռիչարդը գնաց փոստային բաժանմունք իր կնոջ հետ եւ զգուշորեն փաթեթավորեց կծու չիտոսը, շուտով նմուշները հասան նախագահի գրասենյակ։ Նա չէր համբերում փաթեթը բացելուն, նա մի փոքր փորձեց կծու չիտոսը, հաջորդ պահին նա այնքան կծվածավ, որ ուզում էր ջուր խմել, բայց որքան էլ տարօրինակ է, որքան ավելի կծու էր համը, այնքան ավելի շատ էր ուտում, այնքան ավելի էր ուզում ուտել։ Շուտով Ռիչարդը զանգ ստացավ նախագահից։ Նախագահն ասաց, որ նրա միտքը շատ ստեղծագործական է, նա որոշեց հանդիպել 2 շաբաթից մանրամասները քննարկելու համար։ Գործարանի ղեկավարները շոկի ենթարկվեցին, երբ լսեցին լուրը։ Նրանք սկսեցին փնտրել Ռիչարդին վերևից ներքև, մենեջերը կատաղած էր, երբ ստացավ զանգը եւ հրապարակայնորեն հանդիմանեց Ռիչարդին իր արածի համար, երբ նախագահը հասկանա, որ գործարանը վնաս է կրում, նա կարող է հրաժարվել նախագծից եւ փակել գործարանը։ Բոլորը կկորցնեն իրենց աշխատանքը։ Ակնհայտ էր, որ Ռիչարդը չէր կարող իրեն թույլ տալ դա անել։ Նա սկսեց կասկածի տակ դնել իր որոշումը, երբ նա տուն հասավ, կինը հասկացավ, որ նա վատ տրամադրություն ունի, ուստի Ռիչարդին կանգնեցրեց հայելու առջև եւ քաջալերեց նրան այդքան հեշտությամբ չհանձնվել։ Այս մարդիկ վախենում են, որ իրենց կփրկի մի աղքատ տղա, նույնիսկ եթե ձախողվես, ես քեզ հետ կլինեմ մինչև վերջ։ Այս խոսքերը հաստատապես խթան տվեցին Ռիչարդին նախագահի հետ իր հաջորդ հանդիպման համար։ Նրա կինը նրա համար թանկարժեք փողկապ էր գնել։ Սա առաջին անգամն էր նրա կյանքում, որ Ռիչարդը այդքան պաշտոնական պետք է հագնվեր, կինը նրան ասաց, որ նա հիմա աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է։ Նախագահի Լինքոլն մեքենան ժամանեց ըստ ժամանակացույցի։ Եկել էր Ռիչարդի ճակատագիրը որոշելու ժամանակը, այսօրվա համար նա հագել էր իր լավագույն կոստյումը։ Մինչ նա հիացմունքով խոսում էր կծու չիտոսի մասին, նրան ընդհատեց մարքեթոլոգը։ Նա հարցրեց նրան, թե որն է լինելու շուկայում իր բաժինը, Ռիչարդը տեղնուտեղը սառեց։ Նա չէր հասկանում այդ բառապաշարը, քանի որ չէր ավարտել տարրական դպրոցը։ Նա հանկարծ մտաբերեց սուպերմարկետի երկար ցուցափեղկը, բացեց բազուկները եւ ասաց. «Ահա թե որքան մեծ է շուկան»։ Ղեկավարները իսկույն զվարճացան։ Նրանք ծիծաղեցին Ռիչարդի տգիտության վրա, հետո նա ասաց, որ չգիտի, թե ինչ է շուկայի բաժինը։ Առանց դա հասկանալու նախագահը տպավորված էր նրա խանդավառությամբ։ Երբ Ռիչարդը ավարտեց իր ելույթը, նախագահը տեղից բարձրացավ եւ բացեց բազուկները, հարցնելով իր շուրջը գտնվող ղեկավարներին. «Գիտեիք, որ մենք այդքան շուկայի բաժին կստանայինք»։ Նա շնորհակալություն հայտնեց Ռիչարդին իրեն մտորելու շատ բան տալու համար։ Հեռանալուց առաջ նախագահն ասաց իր մենեջերին. «Անկախ նրանից, թե ինչ եք մտածում, ես ներդրում եմ անելու այս ապրանքի մեջ»։ Շուտով կծու չիտոսը ավելացվեց արտադրական գծին, ապրանքի առաջին խմբաքանակը հաջողությամբ դրվեց խոշոր սուպերմարկետների դարակներին, բայց որքան էլ տարօրինակ է, դարակների մյուս բոլոր ապրանքները դատարկվում էին, բայց ոչ ոք չէր գնում կծու չիտոսը։
Այս հսկայական հակադրությունը այն չէր, ինչ Ռիչարդը սպասում էր, մենեջերը նույնպես պատճառ ուներ արտադրությունը կանգնեցնելու։ Նա չէր ցանկանում ուրիշ որևէ մեկին անաշխատանք թողնել իր պատճառով, նա կասկածում էր, որ երբեք դուրս չի գա այս բիզնեսից, բայց նրա ուսուցիչ Մայրանը չէր մտածում, որ դա ճիշտ քայլ է։ Նա քաջալերեց նրան մի պահ մտածել։ Ոչ ոք չի կարող հենց այնպես հաջողության հասնել, եւ ոչ ոք չի մնում նույն տեղում, թերևս, եթե նա հաղթահարեր այս խոչընդոտը, հույսի շող կլիներ, բայց Ռիչարդը լարեց իր ուղեղը եւ չկարողացավ հասկանալ, թե ինչու չէր կարողանում վաճառել։ Հենց այդ պահին տանը լույսերն անջատվեցին, երբ նա մոմ վառեց, իր ավագ որդու խոսքերը արթնացրեցին նրան։ Հաճախորդները նույնիսկ չգիտեն, թե ինչ կա քո տոպրակի մեջ, բնականաբար նրանք չեն գնի, բայց ինչպես նա կարող էր իրեն թույլ տալ գովազդ տանել այս պահին, այդ պահին ավագ որդին հանեց իր դրամատուփը։ Սա այն փողն էր, որը նա խնայել էր աղբ հավաքելուց։ Հանուն իր հոր երազանքի նա չխնայեց որևէ փող։ Որդու արարքը վերարկայծեց երազանքը Ռիչարդի սրտում, քանի որ ընկերությունը չէր ցանկանում վճարել գովազդի համար, Ռիչարդը ստիպված եղավ դիմել իր նախկին հանցակիցների օգնությանը, թեև այս մարդիկ դաժան տեսք ունեին, բայց նրանք բոլորն էլ վաճառքի վարպետներ էին։ Հետո նա հավաքեց նրանց բոլորին գործարանում։ Մենեջերը փորձեց կանգնեցնել նրան, բայց նրա ընկերները կանգնեցրին նրան հենց այնտեղ, նրանցից ոմանք հեգնական նկատողություններ արեցին նրա հասցեին, եւ Մայրանը լռեցրեց նրանց, հիմա Ռիչարդը մենակ չէր։ Նա կրում է անհամար ընտանիքների պատասխանատվությունը եւ ստորին դասի հույսերը։ Բոլորի համար պարզ էր, որ Չիտոսը չէր վաճառվում, ոչ թե նրա համար, որ համով չէր։ Քանի դեռ գովազդն ավելացվում է, արձագանք կլինի, Ռիչարդը կոչ արեց բոլորին միանալու կծու Չիտոսի վաճառքի թիմին։ Նրանք բաժանում էին դրանք փողոցներում անվճար, հաճախորդների հետաքրքրասիրությունը շարժելու համար։ Ռիչարդը նույնիսկ գնեց սուպերմարկետի կծու Չիտոսի ողջ պաշարը, երբ հարցրին, թե ինչ է գնում, նա առիթն օգտագործեց ներկայացնելու ուտեստը, եւ շուտով զանգվածային էֆեկտ առաջացավ։ Չսիրված կծու Չիտոսը դարձավ տեղական սենսացիա, Ռիչարդը արեց նույն բանը, ինչ անում էր, երբ դպրոցում էր վաճառելով բուրիտո։ Հաջորդող օրերին կծու Չիտոսի պահանջարկը գրեթե գերազանցեց առաջարկին, երբ նախագահը ստացավ վաճառքի թվերը, նա շոկի ենթարկվեց։ Նա հարցրեց իր մենեջերին, թե որքան է ծախսել գովազդի վրա, նա պատասխանեց, որ ոչ մի լումա չի ծախսել։ Նախագահը զանգահարեց Ռիչարդին եւ ասաց, որ պատրաստվում է ավելացնել արտադրությունը, եւ այս անգամ նպատակը 5 միլիոն արկղներ, գործարանը, որը փակման եզրին էր, վերակենդանացավ։ Բոլոր արտադրական գծերը միաժամանակ գործարկվեցին։ Աշխատանքից ազատված աշխատակիցները հետ կանչվեցին արտաժամյա աշխատելու, այս պահին կծու Չիտոսը պարզապես սովորական ուտեստ չէ, դրա հետևում անհամար ընտանիքների հույսն է, բոլորը մեծ խանդավառությամբ են լցված այս դժվարությամբ վաստակած աշխատանքի հանդեպ։ Պատվերները արագացնելու համար մեքենաները ենթարկվեցին չափազանց մեծ ճնշման։ 6 ամիս անց գործարանը շահութաբեր էր, բոլորն ունեին կայուն եկամուտ, ճշմարիտ էր, որ մեծ ընկերությունները բարձրանում են դժվարություններից, Մայրանը առաջխաղացում ստացավ, դառնալով մենեջեր, Ռիչարդը հիացած էր իր վարպետի առաջխաղացմամբ, բայց երբ իմացավ, որ ինքը դեռ հավաքարար է, մեկ անգամ եւս ջախջախվեց։ Սպասարկող բանվոր լինելու նրա երազանքը երբեք չէր իրականացել։ Բայց հետո մենեջերը հրամայեց նրան մաքրել վերևի զուգարանները, թեև նա շատ ընկճված էր, նա ստիպված էր հնազանդվել, երբ Ռիչարդը հասավ վերև իր հատակմաքրիչով, նա տեսավ Ռոչերին, գլխավոր գործադիր տնօրենին, որը սպասում էր իրեն։ Նա ասաց Ռիչարդին, որ ինքը մանկության տարիներին սերում էր աղքատ ընտանիքից, եւ որ իր թվացյալ անհասանելի երազանքներն են իրեն դուրս բերել այդ փոքր տեղից, նա հավատում է, որ երազողները չեն կարող սահմանափակված լինել, եւ խելացի մարդիկ չեն ցանկանում սահմանափակվել ուրիշների երազանքներով։ Նախագահը նրան պաշտոնական առաջարկ արեց միանալու ընկերության բարձրագույն թիմին, նախագահը շրջվեց եւ ոսկե անվանակարդ տեղադրեց դրան շրջանակի մեջ, Ռիչարդը հասարակ հավաքարարից վերափոխվեց մարքեթինգի տնօրենի։ Այդ ճանապարհին այնքան դժգոհություններ եւ վշտեր կային, բայց հետ նայելով դա ամբողջովին արժեր։ Այդ պահին ներքևում երկար սպասված ծափահարություններ հնչեցին, այս ծափահարությունները ոչ միայն Ռիչարդի պայքարի ճանաչումն են, այլև խթան բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են կյանքի հատակում, նայելով իր առջև գտնվող շքեղ գրասենյակին, Ռիչարդը իրեն երազի մեջ էր զգում, կարճ ժամանակով հանգստանալուց հետո Ռիչարդը հայտնեց կնոջը լավ լուրը։ Սա ֆիլմի ավարտն է, Ռիչարդը ոգեշնչող պատմություն է գրել իր սեփական փորձից, կյանքի ասպարեզում յուրաքանչյուր ոք կարող է լինել իր սեփական ճակատագրի ղեկակալը, ճակատագրի գետում յուրաքանչյուր մարդ կարող է լինել իր սեփական պատմության հեղինակը, նույնիսկ եթե այն սկսվում է մութ հովտում, ավարտը կարող է լինել աստղազարդ ծովը։ Մարտահրավերներով եւ հնարավորություններով լի աշխարհում քաջությունն ու հարատեվությունը ամենաամուր վահաններն են, դուք կարող եք մոլորվեք առջևում գտնվող ճանապարհին, կարող է ընկնեք փոթորկի մեջ։ Թերևս դա առաջին քայլն է, որ անում եք, տեսնելու հույսի լույսը։ Հետևեք ձեր երազանքներին, ատամները սեղմեք եւ շարունակեք առաջ գնալ։
Հոգնածության պահերին թող ձեր երազանքները երբեք չմարեն ձեր սրտերում, քանի դեռ շարունակում եք պայքարել, դուք կհասնեք փառքի, առաջ գնացեք ձեր երազանքներին հետապնդելու ճանապարհին և ի վերջո հասնեք փայլուն կյանքի։